Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը մարտի 17-ից 19 պաշտոնական այցով կլինի Օմանում։ Միրզոյանը մասնակցելու է մայրաքաղաք Մասկաթում Հայաստանի ռեզիդենտ դեսպանության պաշտոնական բացմանը։ Այցի շրջանակներում նախատեսվում է հանդիպում Օմանի Սուլթանության արտգործնախարար Բադր բին Համադ բին Համուդ Ալ Բուսայիդիի հետ, ինչպես նաև արաբական երկրներում հավատարմագրված դեսպանների հավաք։ Եվրոպական միությունը Հայաստան կգործուղի հիբրիդային արագ արձագանքման մասնագիտացված խումբ։ Այս որոշումը կայացվել է պաշտոնական Երևանի խնդրանքով նախընտրական շրջանում արտաքին միջամտությունները կանխելու նպատակով։ Եվրոպական միության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասն այս մասին հայտարարել է Բրյուսելում կայացած արտաքին գործերի խորհրդի նիստից հետո։ Մեջբերում մենք չենք թողնի, որ Հայաստանը միայնակ դիմակայի արտաքին միջամտությանը։ Ճնշման տակ գտնվող ժողովրդավարությունները կարող են հույսը դնել Եվրոպայի վրա։ Մեջբերման ավարտը։ Աստիճանը ցերեկային ժամերին կբարձրանա եւս 4-ից 6։ Հիդրոթերևութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը հայտնել է, որ առաջիկա 3 օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա եւս 4-ից 6 աստիճանով։ Կարելի է ասել, որ հանրապետության ողջ տարածքում արդեն կլիմայական գարուն է։ Մինչև մարտի 19-ը երկրի ողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ մարտի 20-ից մինչև Կախարձովի շրջաններից ցիկլոնի ներթափանցման պայմանավորված տեղումները հանրապետության ողջ տարածքում կվերսկսվեն, լեռնային մարզերում կտեղափոխվեն, հովտային եւ նախալեռնային գոտիներում սպասվում է անձրև։ Իրանական հրթիռներն ընկել են Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի գրասենյակի մոտակա տարածքում, հայտնել է իրանական Թասնիմ գործակալությունը։ Որոշ իսրայելական լրատվամիջոցներ հայտնել են, որ իրենց հակաօդային պաշտպանությունը միայն մեկ իրանական հրթիռ է որսացել, իսկ մնացած հարվածները հասել են թիրախներին։ Հրթիռային հարվածները հասցվել Երուսաղեմի դիրքերին, մի քանի կարևոր նշանակության օբյեկտների։ Արաբական Միացյալ Էմիրությունների ափերի մոտ տանկեր են հարձակման ենթարկվել։ Արկը չնչին վնաս է հասցրել նավին, անձնակազմը չի տուժել, հայտնել է ծովային առևտրային գործառույթների վարչությունը։ Պարսից ծոցի երկրները կոչ են արել Թրամփին ակտիվացնել Իրանի դեմ հարվածները։ Այս ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, թե Իրանի դեմ ռազմական գործողությունների մեկնարկը կանխել է երրորդ համաշխարհային պատերազմի մեկնարկը։ Սպիտակ տան ղեկավարը համոզված եւ հաստատակամ հայտարարել է, թե եթե իրենք քայլեր չձեռնարկեին, կսկսվեր միջուկային պատերազմ։ Իրանցի ժողովրդի պատմական հաղթանակը Էփշտեյնի կղզու մնացորդների նկատմամբ մոտ է, հայտարարել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին։ Նա նշել է մեջբերում. 47 տարի առաջ Իրանի Իսլամական Հանրապետության ստեղծման նախօրեին մոլորյալ վարչապետ Փահլավին ասում էր, թե փողոցներում հավաքված ժողովրդի վանկարկումներն իրական չեն եւ ձայնագրություն են։ Այժմ Թրամփը ասում է, որ Իրանի քաղաքներում տեղի ունեցող միլիոնավոր հակաամերիկյան եւ հակաիսրայելական ցույցերի կադրերը արհեստական բանականությամբ են ստեղծված։ Մեջբերման ավարտը։ Համաշխարհային պատերազմի վերաբերյալ հայտարարություններից հետո Թրամփը վստահեցրել է, թե Իրանի դեմ ԱՄՆ-ի եւ Իսրայելի պատերազմը երկար չի տևի։ Միևնույն ժամանակ հարցին, թե արդյոք պատերազմը կարող է ավարտվել այս շաբաթ, նա պատասխանել է. Ես այդպես չեմ կարծում։ Թրամփը կրկին կոչ է արել Հորմուզի նեղուցով նավթ ստացող երկրներին օգնել ԱՄՆ-ին, ռազմանավեր ուղարկելով նեղուց։ Թրամփի սպասելիքների ֆոնին Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը փակ է եւ այլևս չի վերադառնա իր նախկին կյանքին, քանի որ ԱՄՆ-ի եւ սիոնիստական ռեժիմի ներկայությամբ այլևս անվտանգություն չկա։ Իսրայելական բանակը հայտարարել է Թեհրանին նոր հարվածներ հասցնելու մասին, մասնավորապես թիրախավորվել են կառավարական շենքերը։ Զուգահեռ Իրանը հարձակման է անցել Իրաքում, մայրաքաղաք Բաղդադում ԱՄՆ դեսպանատունը հրթիռային հարձակման է ենթարկվել, իսկ Դուբայի օդանավակայանի մոտ հզոր պայթյուն է եղել, որին հաջորդել է խոշոր հրդեհ։ Սա պատասխանն է Իսրայելի պաշտպանության բանակի հայտարարություններին Իրանի եւ Լիբանանի դեմ նոր մարտական գործողություններ սկսելու վերաբերյալ։ Իսկ Axios-ի տեղեկությունը, թե իրանական կողմը բանակցություններ է վարում ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ, առավոտյան հերքել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Մեջբերում ես Ուիթքոֆին հանդիպել եմ մինչ նրա գործատուի Իրանի անօրինական հարված հասցնելը, նկատի ունենալով Դոնալդ Թրամփին։ Բանակցություններն ավարտվել են մեր երկրի դեմ ռազմական գործողություն սկսելու պահից։
Այս ընթացքում համացանցում բուռն քննարկվում էր, որ Իրանի նոր գերագույն հոգևոր առաջնորդին եւս սպանել է իսրայելական բանակը, սակայն Իսլամական Հանրապետության փոխարտգործնախարարը հայտարարել է, որ այաթոլլա Մոջթաբա Խամենեին լավ է եւ շուտով կարող է նոր ելույթ ունենալ։ Քաբուլում թմրամոլների վերականգնողական հիվանդանոցին Պակիստանի ավիաարվածի հետևանքով զոհվել է 400, վիրավորվել 250 մարդ։ Իսլամաբադը հերքել է այս հայտարարությունը, ասելով, որ փաստերը խեղաթյուրված են, հարվածն ուղղված է ռազմական օբյեկտներին եւ ահաբեկիչների աջակցության ենթակառուցվածքներին, իսկ հիվանդանոցին հարվածը եղել է ոչ միտումնավոր։ Երեկ Պակիստանի ռազմաօդային ուժերը հրթիռային հարվածներ էին հասցրել Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլին։ Հիմնական թիրախում եղել են Թալիբան վարչակարգի պաշտպանության նախարարության ռազմական ու լոգիստիկ ենթակառուցվածքները։ Աֆղանստանի իշխանությունները սպառնացել էին համարժեք պատասխան տալ։ Թել Ավիվում ոստիկանության աշխատակիցները դաժանաբար ծեծել են պատերազմի դեմ բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներին։ Ցուցարարները երթ են կազմակերպել, հնչեցրել հակապատերազմական կոչեր, ինչն էլ դարձել է ոստիկանության աշխատակիցների ագրեսիայի պատճառ։ Կադրում երևում է, թե ինչպես են ակցիայի մասնակիցներին ծեծում բութ գործիքով եւ անգամ ոտքով։ Հնդկաստանում ձերբակալվել են ուկրաինացիներ, Մյանմայում ահաբեկչական պատրաստություններ տեսնելու համար, հաղորդել են տեղական լրատվամիջոցները։ Ձերբակալվել է նաև մեկ ամերիկացի։ Մեղադրյալները անօդաչու թռչող սարքեր են տեղափոխել Եվրոպայից Մյանմա, Հնդկաստանի Միզորամ նահանգի միջոցով էթնիկ զինված խմբավորումների համար։